Ահա, հնչեց վերջապես Զարայի ուզած երգը։ Շնորհակալ եմ Սա էլ է շատ։ հատուկ արված նրա համար, որ այդպես առավոտվանց խոսում էի, չէ՞, այդ բանի մասին, որ կյանքը բաղկացած է փոսերից եւ ասֆալտից, ին-յան։ Ուրախացար հիմա ասֆալտ եկավ։ ջղայնանալ։ Այո։ Լավ, ասենք ով է մեր անոնս արել ենք։ էքսպերտը։ Այո, հաղորդման սկզբում անոնսը արել ենք, Օսկար 2026-ն արդեն պատմություն է։ Մենք մի փոքր խոսել ենք թեմայի մասին, ու այն եւս մեզ համար հաճելի էր, որ դարձյալ հայկական ազգանուն էինք լսում։ Նոմինացված անվանակարգերով ռեկորդակիր մեղսավորները ֆիլմի պրոդյուսերը Սև Օհանյանն էր։ Սև Օհանյանի մեղսավորների Օսկարի մասին խոսենք կինոլրագրող Դիանա Մարտիրոսյանի հետ, հազար ներողություն բոլոր այն մարդկանց, որոնց ես արժե զրկեցի հենց նոր այս տեքստով։ Բայց ոչ միայն այդ ֆիլմի Օսկարների գալը, ուրիշ ֆիլմի Օսկարների մասին է խոսում։ Հա, սա Օսկարի մասին կխոսենք։ Առհասարակ, այո։ Եվ ինձ բարև ձեզ։ Նախ ինձ թվում է դա փոքր ազգի հիվանդություն է, որ մենք փորձում ենք մի հատ ընդ ինչ-որ հայ գտնել։ Փոքր։ Չէ, փոքր ազգի սինդրոմ է դա։ Օսկարը ավարտվեց։ Ուրախ եք, ուրախ չեք, որ ավարտվեց, գոհ եք, գոհ չեք։ Այն ամենից ինչ որ որ ավարտեց տրամաբանական է, որ պետք է ավարտվեր։ Ինձ թվում է կինոքննադատների ինչքան կարդացել եմ, ինչքան հասցրել եմ կարդալ, մեծ մասը տրամաբանորեն ակնկալում էր, որ հիմնական երկու ոնց որ նոմինանտները, ամենամեծ նոմինանտները դե հասկանալի է նաև մաթեմատիկայից, հա, ելնելով, քան որ մեղսագործները կամ մեղսավորները, հա, ամենաշատ նոմինացիաները ունեին, բայց անկեղծ ասած ես ուրախ եմ, որ լավագույն ֆիլմ չստացան, կարող եմ բացատրել Փոլ Թոմաս Անդերսոնի նկատմամբ սերը, համակրանքը, հարգանքը մի կողմ դնելով։ Հա, ու այդ կրկիր ֆենոմեն է, Օսկարը հաճախ ինձ թվում է այդ վաստակի համար է տալիս մրցանակը, ոչ թե ոնց որ այս դերի համար, անկեղծ ասած ինձ, օրինակ Դիկապրիոն այս ֆիլմում է, Փոլ Թոմաս Անդերսոնի ֆիլմում է շատ ավելի հետաքրքիր, մի քիչ գուցե զավեշտալի, զվարճալի, ինչ որտեղ համով, հա, ու տարբերվող հա իր այդ մի քիչ իդեալական, կատարյալ հերոսներից, որոնք տեսել ենք, հա, տարիներ շարունակ, sense միշտ ավելի ոնց որ sense լպստած, հա, հերոսներից, այստեղ ինձ համար ավելի զվարճալի էր, քան օրինակ Ինյարիդուի ֆիլմում, որի համար ստացավ Օսկար, բայց այն ժամանակ ոնց որ այդպես որոշել են, որ իր հերթն է եկել։ Վերջապես։ Հա, հիմա էլ մեղսավորների հետ կապված Իսկ բոլորը ասել են, որ Ռոբերտ Ռոդրիգեսի մայրամուտից մինչև արևածագ ֆիլմի մեծ ազդեցությունը զգացվում է, շատ sense ահռելի հսկա ազդեցությունը զգացվում է եւ ինձ համար այդտեղ օրինակ մի քիչ զավեշտալի է, որ այդքան նման է, հա, օմաժը շատ ռեֆերենս ասենք, օմաժ ասենք, ազդեցություն ասենք, բայց մեղսավորները ստանում են սցենարի համար մրցանակ։ Եվ ոչ միայն սցենարի համար։ Չէ, հենց օրինակ այս մասը էլի, որը վերցրած է եթե դրա մասին եք խոսում, ահա հնչում է այն հարցը, որը քեզ դիակացնելու է։ Ինչ է թվում մեր էքսպերտին, արդյոք օպերատորական աշխատանքը Sinners ֆիլմի ավելի ուժեղ էր, քան Փոլ Թոմաս Անդերս ֆիլմի։ Հա, առաջինքին որ ստացավ եւ ինձ թվում է հատուկ դրա համար են տվել աղջկան։ Ուրիշ պատճառներ չկան։ Իհարկե մեծ հավանականություն կա։ Չէ, բացեցեք ես չզայրացրեք։ Այո, ֆեմինիստական հարցեր։ Ինձ թվում է որպես կանայք մենք կարող ենք ուրախանալ, որ կինոօպերատոր է ստացել, բայց անկեղծ ասած իմ ֆավորիտը բրազիլացի Ադոլֆո Վելոսուն էր, ով նկարել է Train Dreams-ը, գնացքների երազները, հա, Netflix-ի փոքրաբյուջե համեստ ֆիլմը, որը երևի ոչ մեկ չի տեսել կամ շատ քիչ մարդ է տեսել։ Քիչ մարդկանց մեջ է, հա, որովհետև ինքը PR-ի հարց կար, մի խոսքով այնքան հայտնի Շալամեի Մարտաբի Մակարդակի հայտնիության դերասաններ չկային, չնայած շատ հայտնի դերասաններ են խաղում էլի, Ջոել Էջերտոնը հայտնի դերասան է եւ Ֆելիսիթի Ջոնսը, բայց մի քիչ ավելի մի փոքր զիջում է։ Ֆիլմը ավելի կամերային էր, համաձայն որ օպերատորական, հիմա այդ հարցը ինձ հուզում է։ Ինչ եք մտածում դուք։ Ինչի տվեց այն տաղճկան լավ։ Ինչ կար օպերատորական Sinners ֆիլմում։ Sinners ֆիլմում օպերատորական, եթե փորձենք հասկանալ ինչի տվեցին, մասշտաբային նկարահանումներ էր, էքշն կար։ Բայց եթե տղամարդը ստացած լիներ, կին չլիներ, այս հարցը կծայքեր, թե չէ։ Ոչ, բացարձակ, որտեվ իմ համար էլ այդ Train Dream-ի սիոմկեքներն են ավելի լավը,
Բիտվա զա բիտվա հայերեն ոնց է։ Մեկ մարդ մյուսից հետո, Մենամարտից հետո։ մենամարտից հետո։ Մենակ այն կադրի համար կարելի էր տալ, մենակ դրա Դա համար։ իջերս ռեֆերանս է ուրիշ ֆիլմից եւ Պոլ Ուզում Թոմաս հասկանամ, Անդերսոնը ինձ թվում է որ դա այդպես է Այսինքն սերով է պայմանավորված եղել, անշուշտ դա պայմանավորված է։ Ինչպես եւ ինձ թվում է մեղսավորների առասարակի 16 նոմինացիաները եւ մենք խոսեցել ենք ինձ թվում է հենց թե չեմ սխալվում 2 ամիս առաջ խոսում էինք 25-ը ամփոփելուց որ տպավորություն կա առասարակ Օսկարի ժամանակ եւ մեծ մրցանակաբաշխությունների անգամ որ ընդհատում եմ տպավորություն կա որ գրված կամ չգրված կանոններ կան գոյություն ունեն միևնույնն է։ Միանշանակ կան, կա օրակարգ եւ Հոլիվուդը տասնամյակներ շարունակ չի ունեցել մեծ, հա, բլոկբասթերային ֆիլմ սևերի մշակույթի մասին, ու ջազը, հա, այդ միշտ եղել է, ջազը, բլյուզը, հա, եղել է բոլորս գիտենք, կարծում եմ, ով մանավանդ երաժշտության, հա, ոլորտում աշխատում, որ սատանայական է եղել, այսինքն ինքը ասենց մշակութային ֆոլկլորի իմաստով միշտ այդ բեքգրաունդը ունեցել է, այդ նախապատմությունը եղել է, որ կարելի է իրան կապել, Ալան Պարկերի ֆիլմերը հիշենք ֆիլմը հիշենք դրա մասին, Սերդը անգելը հայերեն ոնց է։ Հրեշտակի սիրտը։ Հիշենք Խաչմերուկ ֆիլմը, շատ տասնյակ ֆիլմեր այդպիսի կան, բայց ոչ մի այդ ֆիլմեր Ալան Պարկերի ֆիլմը հաստատ ավելի լավ էր նկարված եւ դրա մեջ ավելի լավ գաղափարներ կար։ Բայց ամեն տարի այդ արդեն դարձել է նենց բան, որ շատ անիմաստ է դրա մասին խոսել, որ ամեն տարի Օսկար մրցանակաբաշխության ընթացքում ինչ որ սոցիալական թեմա, ասենց կարմիր գծի պես գնում է։ Անիմաստ է, այն ժամանակ կլինի անիմաստ, որ մարդիկ դրա վրա ուշադրություն չդարձնեն եւ իսկապես գնահատեն։ Գիտես ոնց է։ Ինձ թվում է որ այստեղ արդարությունը այսպես պետք է իմ համար, սա իմ անձնական կարծիքն է։ Պատկերացրու որ մենք ունենք ծանրամարտիկների աշխարհի առաջնություն եւ գալիս են 3 ծանրամարտիկ, որոնք որ բարձրացնում են ամենաբարձրը բարձրացնում է սպիտակամորթ միակ, չգիտեմ, նորվեգացի, երկրորդ տեղում սևամորթ տղա է եւ երրորդ տեղում կին է, չգիտես ինչու։ Եվ որոշեն դե կասեն դե որ կին է, ստե ուրեմն եկեք իրան առաջի տեղը տանք։ Երկրորդին է առաջինը տեղը տանք, որտեվ սևամորթ է։ Իսկ այնը որ ամենաշատը բարձրացրել, դե սպիտակա։ Ինքը միշտ ստացել է, ոչինչ, արի իրան չտա։ Դե անգամ այդպեսի բան կա, սոցիալական արդարությունն է վերականգնվում։ Տարիներ, տասնամյակներ շարունակ կանայք դուրս են մղվել տարբեր ոլորտներից։ Ոնց որ այն չէր կարելի, հիմա չգիտեմ, ես չեմ կիսում բնականաբար։ Կանայք չկային, ոչ թե չէր կարելի։ Կանայք, որովհետև կանանց դուրս էին մղվում, բայց չկային օպերատոր կանայք։ Հիմա նույնը ոնց որ ասենք դե եկեք բան անենք, ասենք որ Ռաֆայելի կամ Միքելանջելոյի ժամանակ կին նկարիչ կամ կին քանդակագործ չկար, որովհետև դե եկեք հիմա բոլորս ասենք որ իրենք պետք է լինեն ու ավելի լավն են, քան Միքելանջելոն կամ Ռաֆայելը։ Ոչ, որովհետև կանայք չկային, ոչ թե որովհետև անտաղանդ են եղել, այլ կանայք չկան, որովհետև լսենք Դիանային, իրան հրավիրել ենք։ Ես կարծում եմ ուղղակի միշտ հաճախ տեսնում եմ նման համատություն սպորտ արվեստի հետ ու մենք չենք կարող նույն չափանիշներով, որով սպորտն ենք, հա, միլիվարկյաններ կամ քաշ, հա, արվեստում Անդեղ ամեն ինչ պարզ է ավելի։ Հա, արվեստի մեջ չկա նման, հա, չափանիշ, մենակ կինոյի չէ, հա, թատրոնի, գրականության առասարակ ու եթե նկատել եք Օսկարի ժամանակ, քանի որ դերասանական խաղը առասարակ абստրակտ հասկացություն է, Օսկարի ժամանակ, ակադեմիայի ժամանակ շատ հաճախ տալիս են այն մարդկանց Օսկար, որոնք կերպարանափոխվում են, հա, օրինակ, չեմ, Քիլիան Մորֆին նիհարել է 30 կիլոգրամ կամ Քրիստիան Բեյլը չաղացել է 50։ Դա նկատելի օբյեկտիվ, այստեղ արդեն գալիս են սպորտի դաշտ, հա։ Այսինքն մարդը գնացել է կամ, չգիտեմ, Բրեդ Պիտը, հա, մարզվել է 7 ամիս, քրտնաջան, ամեն օր 7 ժամ, դա նկատելի է։ Մենք դա աչքով սովորական միջակագրական, թեկուզ Հոլիվուդում ապրող կինոգործիչը կարող է դա գնահատել, այդ չափորոշիչը ավելի պարզ է, բայց չգիտեմ, օրինակ sentimental value-ն, sentimental արժեքը, զգայական արժեքը Յոակիմ Տրիերի գուցե միջակագրական ամերիկացուն այդքան հոգեհարազատ չի կամ Ջաֆար Փանեհի կամ Ասղար Ֆարհադի իրանական կինոն, դա օրակարգից դուրս է ու ինչ որ փոքր մարդու, հա, խնդիրը, ինչպես օրինակ Train Dreams-ն է, դա փոքր մարդու փայտահատի խնդիրներ է ու ինչ որ մի ժամանակաշրջանի, որը կարելի ասել անցյալում է, հա, Միացյալ Նահանգների, հա, էկոլոգիական խնդիրներ կան, ինչ որ սոցիալական եւ այլն, բայց ինքը sense մի քիչ Չեխովյան ինչ որ մոտիվներ կան այդտեղ։ Այո, ու
Հոլիվուդը ու Օսկարը սովորաբար սիրում է այդ մասշտաբը, այդ էպիկ վեհ մի քիչ պատմությունները, օրինակ նույն այդ մեղսավորների, հա, յետևում կա դա, այսինքն սևամորթների խնդիրները, ու մենք օրինակ, հա, վամպիրներին կարող ենք օրինակ Ku Klux Klan-ի հետ համեմատել կամ ուրիշ ինչ-որ զուգահեռներ տեսնել, հա, եթե մետաֆորիկ նայենք, հա, էլաբանական ձևով ինչ-որ կարելի է տենց ինչ-որ զուգահեռներ անցկացնել։ Դրա համար այդ չափորոշիչները դերասանական խաղերով ավելի հեշտ է գնահատել, քան օպերատորականի ու դա գեղարվեստական մոտեցում է, գեղագիտական, հա, մեկին գուցե սա է դուր գալիս, մեկին սա է դուր գալիս ու դա դժվար է էլի գնահատել, բայց ամեն դեպքում ինձ թվում է ես կարծում եմ որ սա հենց այդ նախադեպը կոտրելն էր, որ երբեք ու մի քիչ զարմանալի է, հա, որ հասկանում ենք կանայք չեն ստացել Օսկար, այսքան 98 տարվա մեջ ու երբեմն էլ ես sense մեկ 20-րդ դարը, հա, ամփոփելով հասկանում եմ, որ մենք գեղարվեստական կինոյում հայ ռեժիսոր կին չենք ունեցել։ Մենք ունեցել ենք սցենարիստներ, դոկումենտալիստներ, ունեցել ենք անիմացիա այդ ժամանակ մուլտիպլիկացիայի մեջ կանայք, հա, բայց գեղարվեստական ֆիլմ, օրինակ Ֆրուզե Դովլաթյանի նման կամ Հենրիխ Մալյանի նման մանավանդ, հա, այդ մասշտաբի ոչ մեկին թույլ չեն տվել, հա, ու չի ստացվել, ունենց է աշխատել համակարգը, հա, կամ առասարակ, հա, ԽՍՀՄ-ն, որ շատ քիչ են եղել, անգամ Ռուսաստանում էլ է։ Դրա համար Ռուսաստանը հիմա Կիրա Մուրատովը կարող եք հիշել, էլի։ քիչ են, հա, քիչ են, էլի, քիչ են քանակով։ Ну հիմա կա Աննա Գերման կա այնտեղ եւ այլն։ Իսկ ինչ կասեք, հա, ինձ ուրիշ հարց է հետաքրքիր է տարիների ընթացքում ես շատ ֆիդբեքեր էի կարդում, հենց երկուշաբթի օր երբ մենք էլի եթերից խոսեցինք այս թեմայով, ֆիդբեքերի մասը, որ տարիների ընթացքում շատ այսպես փոփոխությունների է ենթարկվել Օսկարի հիմնական գաղափարը եւ եթե եղել է մի этап, որ Օսկարը հենց կինոյի հետ կապված ինքը այսպես ամենահեղինակավորն էր, հիմա եվրոպական կինո մրցանակաբաշխությունները շատ ավելի բարձր սանդղակի վրա են, քան Օսկարը։ Այսպիսի միտում կա, չկա քո տեսակետով, քո գնահատմամբ։ Ինձ թվում է մենք սրանից էլի չեմ սխալվում խոսել ենք, քանի որ Օսկարի ակադեմիկոսների քանակը շատ է, 9000 պլյուս, մոտ 10000 հոգի է, այդ մասսայականության ֆենոմենը կամ այդ երևույթը առասարակ որպես մասսայական կինո միշտ նկատելի է։ Իսկ օրինակ Կաննի կինոփառատոնի, Բեռլինի, Վենետիկի ժամանակ, քանի որ մոտ մի 8 ժյուրի է, 7 ժյուրի է, հա, 9 ժյուրի է, տենց 10-ից քիչ, ու իհարկե տենդենսները էլի ազդում են, քաղաքական ֆակտորը կա, ինչպես օրինակ Ջաֆար Փանահի ֆիլմը անցած տարի Կաննում հաղթեց, բայց շատ հաճախ ոնց որ այդ մասսայականությունը ոնց որ այդ Օսկարյան մասսայականությունը չկա, չի հասնում այդ մասսայականության։ Օրինակ Փոլ Թոմաս Անդերսոնը մինչև սա չուներ ոչ մի Օսկար, նա ուներ նոմինացիաներ Օսկարի, բայց ոչ մի Օսկար չուներ, բայց ուներ Բեռլինի մրցանակ, Կաննի ու Վենետիկի լավագույն ռեժիսուրայի համար, ոչ միայն ռեժիսուրայի, բայց եթե որպես ռեժիսոր։ Եվ Օսկարի մասին հաստատ երազել է այդ մարդը։ Դե որպես ամերիկացի եւ կարևորագույն ռեժիսորներից, այո, բայց ըստիս անգամ ինձ օրինակ թվում է հետաքրքիր էր, որ ինքը Օսկար չուներ, բայց իրան Բեռլինում, Կաննում ու Վենետիկում պատվել են, բայց ինքը լինելով ամերիկացի, ինքը այնքան համամարտկային կինո է նկարում, այնքան հետաքրքիր կինո է նկարում, ինչպես Կոեն եղբայրներ օրինակ, ինքը դուրս է եկել ու Կոեն եղբայրները մի բան են ասել, ինձ թվում է դա Փոլ Թոմաս Անդերսոնն էլ կարելի է վերագրել, որ մեզ մի հատ ասենց խաղահրապարակ են փոքրիկ տվել ու մենք բզբզում ենք, մենք զբաղվում ենք, այսինքն այդ ամբողջ հոլիվուդյան համակարգում մենք ունենք ասած մեր անկյունը ու դա օրինակ նույնը վերաբերում է ըստիս Փոլ Թոմաս Անդերսոնին, այդ հեղինակային կինոն, որը art house-ի ու mainstream-ի արանքում է։ Եվ նրանց մոտ, թե Փոլ Թոմաս Անդերսի մոտ դա հրաշալի ստացվում է։ Ինչ կասեք վավերագրական ֆիլմի մասին, որը որ մեծ աղմուկ բարձրացրեց, Mr. Nobody Against Putin, այսինքն պարոն ոչինչը ընդդեմ Պուտինի։ Ոչ ոքը երևի կամ nobody, ոչ ոքը։ Ոչ ոքը։ Անտոն Դոլինը շատ զայրացած բացատրում է բոլոր ռուսալեզու մարդկանց եւ Ուկրաինայում եւ Ռուսաստանում եւ Հայաստանում, որ դա ձեր համար չէ ֆիլմը։ Հանգիստ թողեք։ Այս ֆիլմը արված էր Արևմուտքի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար եւ դրա համար է այնտեղ աշխատեց։ Ինչ է կարծում դուք։ Նախ էթիկական կողմից կարելի է այդպիսի ֆիլմ նկարել։ Հա, էթիկայի մասով ես էլ եմ Եվ արժաներ թե ոչ։ Առասարակ դոկումենտալ կինոյում կա այդ չասենք օրենքը, բայց միտումը, որ
ժուրնալիստիկայի լրագրության մեջ էլ կա։ Եթե դու հարցնում ես, հաճախ քո վավերագրումը այդքան լավը չի լինում, այնքան անկեղծ չի լինում, քան եթե դու չես հարցնում։ Անոնց եթե իրենք գիտեն, որ իրենց նկարահանում են, այսինքն միտեղ ինչ որտեղ գնալու են, այդ իրանք գիտեն, որ այդ ֆայլերը գնալու են որպես report, հա, որպես ինչ-որ զեկույց, բայց իրենք ամեն դեպքում մտել էին, հա, ոնց որ այդ կանոնների մեջ, օրինակ ուսուցիչները, հա, որոնք այդ հրետորաբանությունը շարունակում էին, եւ ըստիս դա ամենա այդ ռադիկալ ֆիլմը չէ ռոպագանդայի հա մասին։ Ինձ համար սա շատ միջին ֆիլմ է, անկեղծ ասած։ Ես ավելին էի սպասում գուցե, նու Սանդենսում գուցե նայի, մինչև այս ամբողջ աղմուկը կարող է ուրիշ ձև նայի։ Բախտայում էլի հաղթ։ Հա, բայց մինչև նկատում մինչև այս Քարոզարշավը, հա, ես նայեցի վերջերս նայեցի ու տպավորված չէի ու օրինակ Ալաբամայի մասին ֆիլմ կար, Ալաբամայի բանտերի, որ էլ նոմինացված էր, դա ինձ համար շատ ավելի ռադիկալ խոսենք, ավելի sense զարհուրելի, շոկային պատմություն էր, թե ինչ է կատարվում Ալաբամա նահանգի բանտերում եւ ինչ անմարդկային պայմաններում են այդտեղ մարդիկ գտնվում, ոնց են մահանում, մի խոսքով շատ դաժան ֆիլմ էր, դա ինձ օրինակ ավելի մեծ ինձ վրա տպավորություն թողեց, բայց գուցե ես Հայաստանում եմ ապրում, ես տեղյակ չեմ ինչ է կատարվում Ալաբամայում, ես այո, ամերիկացի չեմ, ամերիկյան օրակարգով չեմ ապրում եւ այստեղ հա մենք օրինակ քանի որ մենք ռուսալեզու կոնտենտ շատ ենք սպառում ու այդ ֆիլմը օրինակ եւ այդ ռոպագանդայի մեջ ենք նաեւ մենք այսինքն Պուտին, Ուկրաինա, պատերազմ եւ այլն։ Մենք գիտենք, մենք այսօր այդ ռոպագանդայի մասին շատ գիտենք, ու մեր համար օքեյ, հա, դպրոցում սովորացնում են նման պատմություն։ Այսինքն մեր համար անգամ սովորական է դա։ Սովորական դեպոզը, տենցը պիտի լիներ, բա ինչ, երկեն, պարեն, քայլեն։ Բայց էթիկական տեսանկյունից ինքը Ռուսաստանի կառավարությունը միջալից դատի է տվեց առը։ Հա, այդ տեսա բանով լենտարույով կարդացի դա, բայց հենց տեղ իմ մոտ լենտարույը մի կարդա, բայց հետևում եմ փաստորեն իրանց։ Չէ, հենց այդ նյութերից հետո ես ասենց մտքիս եկավ հենց էթիկական կողմը, որովհետև շատ հաճախ մարդիկ, X մարդիկ փորձում են հանուն էթիկայի պայքարել, կոտրել կարծրատիպեր, բայց այդ նույն կարծրատիպերը կոտրելով ստեղծում են մի հատ ուրիշ կարծրատիպ, այսինքն ուրիշ խնդիր։ Շատ, հա, ուրիշ խնդիր։ Ես մտածում եմ, եթե դուք խոսում եք ինչ որ, չգիտեմ, էթիկայի մասին, չես կարող ինքդ խախտել էթիկայի կանոնները։ Մի քիչ պարադոքս կա։ Վատ դրության մեջ դրեց ուսուցիչներին, կարծում ես։ Երեխաների մասին է խոսքը ըստ երևույթի, որտեղ երեխաների պահ, որ երեխաներին չի կարելի ցույց տալ առանց ծնողների թույլտվության, այդպես շուտ բան։ Այև, այսինքն հստակորեն խախտվում է մի հատ մեծ կանոն, որը եթե օրինակ X երկրի դեպքում լիներ կամ X մարդկանց դեպքում լիներ, բոլորը ասենց աղմուկ կբարձրացնեն եւ բայց քանի որ Ռուսաստանի դեպքում քանի որ Ռուսաստանի դեպքում է, հա, դու ասենց բոլոր անգամ են մարդիկ ովքեր շատ հաճախ խոսում են երեխաների իրավունքների մասին, ինչ որ ասենց բաների մասին։ Ես անկեղծ ասած դրան այլ չեմ հավատում, քանի որ մենք փողոց ենք դուրս գալիս ու բոլոր տեսախցիկները աշխարհի ու մեր սմարթֆոնները մեզ track են անում, անկեղծ ասած չեմ ուզում կոպիտ հնչի, բայց այդ էթիկան ինձ թվում է արդեն մի քիչ խախտվել է, հա, այդ էթիկա ասածը, աղավաղված երևույթ է ու դա ֆիլմ կա Վիտալի Մանսկին է նկարել 10 տարի առաջ մոտավորապես Հյուսիսային Կորեայի մասին, գնացել է Հյուսիսային Կորեա, նկարել է մարդկանց եւ այո, ապօրինի ձևով այդ մատերիալը, այդ նյութերը բերել է մոնտաժելու։ Ֆիլմը չի ստացել ոչ մի մրցանակ։ Բայց դա բավականին դա կարևոր, եթե առհասարակ խոսենք պատմական տեսանկյունից, հա, ոչ մենակ կինոյի լեզվի, դա մեզ տալիս է շանս տեսնել Հյուսիսային Կորեան, որը փակ պետություն է։ Անտեսանելի է կարելի։ Եվ այո, շատ, այսինքն դժվար է տեսնել, հա, այդ ներքինը։ Դրա համար այստեղ երկար կարող ենք բանավիճել ու խոսել։ Ես այդ ֆիլմը որ տեսա, Պավելի խոսքով ավերագրական ֆիլմի մասին է, մի անգամից մտածեցի, լսի, բա ի՞նչն է խանգարում մեզ հայերիս, օրինակ, նկարել կամ արդեն նկարած լինենք ֆիլմ, թե ինչպես են Ադրբեջանում դաստիարակում երեխաներին։ Հասկանում եք։ Անտեղը չէ, դա հավուր Պետք է գնանք Ադրբեջան, մեզ նկարենք ու այդ մատերիալը նյութերը բերենք։ Կարող է մենք չգնանք, ինչ որ մեկ այնտեղ նկարի, ինչ որ տեղի ունեցավ այդ ֆիլմում, երբ որ ամերիկացի ռեժիսոր եւ պրոդյուսեր կար, միշտ այսինքն մի ուղերից մեջ պատտվել է, բայց այդ ֆիլմը որ տեսա, ասացի, բայց ժողովուրդ, մեզանից մի քանի տասնյակ կիլոմետր են կողմ այդ նույն իրավիճակն է։ Սահմանը հատում ես եւ
երեխաներին ատելություն են սերմացնում դեպի ուրիշ ազգ, մանկապարտեզներում, դպրոցներում։ Բացի այդ տեսանյութը շատ Տեսանյութներ շատ կան։ Հիմա Անտոն Դոլինն էլ ասում, սա կա երկու մոտեցում։ Դու կարող ես վերցնել ինչ որ մատերիալներ YouTube-ից կամ բաց եւ մոնտաժես, ինչ որ գաղափարով տեքստ ստանաս եւ ֆիլմ ստանաս եւ կարող ես այսպես անել։ Դա մարդու իրավունքն է եւ վերջը վավերագրական ֆիլմը ունի հեղինակ եւ այդ հեղինակը իրավունք ունի ինչ որ բան մտածել, ինչ որ բան հորինել, ինչ որ բան բեմադրել եւ ոչ մեկ իրավունք չունի նրան ասել, որ դու սխալ ես կամ ճիշտ ես։ Ինչպես միշտ շատ հետաքրքիր էր, ժամանակը ինչպես միշտ շատ սուղ էր, կարճ էր, բայց կարելի է դրա մասին խոսել անverջ։ Ես էլ Դիանայի նման հորդորում եմ ձեզ դիտել ոչ միայն այն մեկ ֆիլմը, որը որ հաղթել է, այլ բոլոր ֆիլմերը դիտեք, որ դուք ձեր համար կունենաք տանը փոքրիկ օսկարիկներ խոհանոցում, չգիտեմ ինչից պատրաստված, թղթից միգուցե եւ օրինակ ձեր օսկարիկները չեն համընկնի այն օսկարների հետ, որոնք որ շռայլորեն բաժանվեցին Լոս Անջելեսում։ Այո, իսկ ես հիշեցնեմ, որ կինոլրագրող Դիանա Մարտիրոսյանին էինք հյուրընկալել։ Իմիջիալոց այնտեղ եթե հայերի մասին խոսեցինք, կարատկամետրաժ չէ, այդ ֆիլմերի մեջ էլի մի հատ հայուհի կար, որ 1/8-ն էր հայուհի, թե ինչ էլի տենց փորփորեք։ Մենք ունենք Մադլեն Շարաֆյանը, անիմացիոն ֆիլմերի, լիամետրաժ անիմացիոն ֆիլմերի Էլիո ֆիլմի համառեժիսորը Մադլեն Շարաֆյանն էր, ով վերջերս Ռեանիմանիայի մեր ժյուրի անդամն էր։ Այսինքն կան հայեր էլի։ Բացի Սև Օհանյանից, այո։ Ամեն ինչ չի որ այդքան վատ է։ Բայց հուսանք, որ Հայաստանից շուտով կլինի կին ռեժիսոր եւ ինքը կստանա Օսկար ոչ միայն այն պատճառով, որ ինքը կին է, այլ իսկապես որտեվ հրաշք ֆիլմերի կար։ Զառա, դա ցավալի թեմա է իմ համար։ Իմ համար էլ է ցավալի թեմա, բայց առաջարկում ավելի լավ բաներից խոսենք եւ գնանք դիտենք Գովաստ։ Գովաստ Շանթի եթերում։ Ես նրան զայրացրեցի։